երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մեր հեռուստադիտողի համար այժմին առանձնացրել ենք օրվա ամենակարևորը։ Ռուսաստանը գլխավորում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվով երկրների ցանկը։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 710,912 ռուսաստանցի, ինչը կազմել է ընդհանուր զբոսաշրջային հոսքի 41%-ը։ Երկրորդ տեղում Վրաստանն է 213,483 մարդ ցուցանիշով, երրորդում Իրանը 135,434 զբոսաշրջիկ։ Հայաստանը հայտնվել է զայրույթի ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրների շարքում։ Այս մասին ասվում է հուզական առողջության վիճակը աշխարհում 2025 թվականին գլոբալ խաղաղության, բարեկեցության եւ առողջության փոխկապակցվածությունը զեկույցում։ Հետազոտության համաձայն զայրույթի մակարդակն ամենաբարձրն է Չադում, Հորդանանում, Հայաստանում, Հյուսիսային Կիպրոսում, Սիերա Լեոնեում եւ Իրաքում, այն երկրներում եւ տարածաշրջաններում, որտեղ ակտիվ հակամարտություններ են, պատերազմներ կամ շարունակվող քաղաքական եւ տնտեսական անկայունություն։ Զեկույցը հիմնված է Gallup World Poll-ի ավելի քան 145,000 հարցումների վրա, որոնք անցկացվել են 144 երկրներում եւ տարածաշրջաններում։ Այն առաջին անգամ վերլուծում է հույզերի, աշխարհի եւ առողջության միջև կապը։ Նշենք, առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի հետ համատեղ հրապարակված ուսումնասիրությունը բարձել է բացասական հույզերի մակարդակի եւ աշխարհի վիճակի միջև սերտ կապը։ Ադրբեջանի հովանու ներքո գործող քարտեզագետների միավորումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի քարտեզն է ներկայացրել արբանյակային լուսանկարների հիման վրա։ Այն ցույց է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի տարածքները բնակավայրերով, ճանապարհներով, գետերով եւ լեռներով։ Եթե նայենք դրան, ապա կտեսնենք, որ Հայաստանի Հանրապետության տեղանունները թյուրքացված են։ Ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատակ, այդ թվում տեղեկատվական։ Ադրբեջանում եւ հատկապես Թուրքիայում նախապատրաստվում են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Ըստ ուսումնասիրության, որքան կոպիտ ես արհեստական բանականության հետ, այնքան լավ է պատասխանում քո հարցերին։ Ուսումնասիրությունը քննում է, թե ինչպես է հրահանգի քաղաքավարությունը ազդում լեզվական մեծ մոդելների ճշգրտության վրա, բազմակի ընտրությամբ հարցերին պատասխանելիս։ Հետազոտողները ստեղծել են 50 հարցից բաղկացած տվյալների բազա մաթեմատիկայի, գիտության եւ պատմության ոլորտներից, որոնցից յուրաքանչյուրը վերաձևակերպվել է 5 տոնային տարբերակներով՝ շատ քաղաքավարի, չեզոք, կոպիտ եւ շատ կոպիտ։ Թեստավորման արդյունքում պարզվել է, որ անքաղաքավարի հրահանգները հետևողականորեն ավելի լավ արդյունք են ցույց տվել, քան քաղաքավարի տարբերակները։ Ճշգրտությունը տատանվել է շատ քաղաքավարի հրահանգների դեպքում 80%-ից մինչև շատ կոպիտ հրահանգների դեպքում 84%-ի։ Այս արդյունքը հակասում է որոշ նախորդ ուսումնասիրություններին, որոնք կոպտությունը կապում էին ավելի վատ արդյունքների հետ, ենթադրելով, որ ավելի նոր մոդելները, ինչպիսիք են ChatGPT 4.0-ն, կարող են այլ կերպ արձագանքել տոնային տատանումներին։ Հեղինակները նշում են սահմանափակումները, այդ թվում տվյալների փոքր բազան եւ մեկ LLM-ի վրա կենտրոնանալը։ Նրանք եզրակացնում են, որ թեև LLM-ները զգայուն են հրահանգների ձևակերպման նկատմամբ, այնուամենայնիվ նրանք խորհուրդ չեն տալիս գործնականում օգտագործել թշնամական լեզու, քանի որ դա կարող է բացասաբար ազդել օգտատերերի փորձառության վրա եւ խթանել վնասական հաղորդակցման նորմերի տարածումը։ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին նա կրակոցներ է արձակել 46-ամյա Վահե Մարտիրոսյանի եւ Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ։ Վերջիններս տեղում մահացել են։ Ավելի վաղ հայտնել էին Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա տղամարդն է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից։ Իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին նրան։ Արամուսում 4 մարդու սպանած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 33 տարի առաջ այս օրերին Հայաստանի ազգային հավաքականն իր պատմությանն առաջին հանդիպումն անցկացրեց։ Էդուարդ Մարկարովի գլխավորությամբ մեր ընտրանին Հրազդան մարզադաշտում մոլդովացիների հետ կայացած ընկերական խաղն ավարտեց գոլազուրկ ոչ ոքի։ Նշենք Հայաստանի հավաքականի կազմը պատմական այդ մենամարտում։ Հարություն Աբրահամյան, Սարգիս Հովսեփյան, Երվանդ Կրպաշյան, Վարդան Խաչատրյան, Սամվել Կոստանդյան, Սարգիս Կարապետյան, Արամայիս Տոնոյան, Արտաշես Ադամյան, Մկրտիչ Հովանիսյան, Արմեն Շագելդյան, Արսեն Ավետիսյան։ 33 տարի անց հենց նույն օրերին ազգային թիմը կրկին խաղադաշտ դուրս եկավ այս անգամ աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում։ Հայաստանի հավաքականը Դուբլինում հանդիպեց Իռլանդիայի հավաքականի հետ։ Հյուրընկալվելիս զիջեց Իռլանդիայի ընտրանուն 0-1 հաշվով։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ հերոսական անցյալը ընդօրինակման դաս։ Կատարածով ժողովուրդների պատմությունը հավերժության ուղեկից է սոսկային ժամանակ, եթե նախորդների կերտած հերոսական անցյալն այսօրվա ֆերնդի համար ընդօրինակման դաս է։ Ժամանակի և տարածության խորհրդանիշը ճանապարհն է։ Ճանապարհը, որը կամրջում է անցյալն ու ներկան,
որն անցնելով տարիների միջով ապրած այդ կյանքը դարձնում է բովանդակալից ու հասկանալի։ Ճանապարհ, որը հարուստ է արժեքներով եւ ունի շարունակություն։ Այսօրվա համար այսքանը։ Տեղեկացված լինելու համար շարունակեք մնալ լուրերի հետքերով հաղորդման հետ։